Ողջույն։ Այսօր վաղարշաբաթ խոշորացված համայնքում նախընտրական քարոզարշավի վերջին օրն է։ Վաղը լռության օր է, իսկ կիրակի նոյեմբերի 16-ին տեղի ունենալու վաղարշաբաթի համայնքապետի ընտրություններ։ Սիրելի ժողովուրդ, մենք 2021 թվականից հետո ընտրություններ ենք ունեցել 50-ից ավելի քաղաքներում, հարյուրավոր համայնքներում։ Ամեն ընտրությունն ինքնին սպասելիք է, բայց կիրակի օրվա ընտրությունները բացառիկ են, այդ բոլորից տարբերվում են։ Ինչով են կարևոր։ Այո, բազմաթիվ խոստումներ են ձեզ տվել այս ընթացքում։ Ընտրություններին մասնակից ուժերից մի քանիսն այցելել են տարբեր թաղամասեր, գյուղեր ու լուսանկարներով, ժողովրդի հետ շփումների տեսանյութերով տեսել ենք, թե ինչ ծանր խնդիրների մեջ են։ Դպրոցի խնդիր կա, մանկապարտեզի խնդիր կա, ամենուր աշխատատեղի պակաս է, ոռոգման ջրի խնդիր է, տրանսպորտի բացակայություն է, անգամ կոյուղու բացակայություն է։ Ինչ խնդիր ասես, որ ունեն, ինչպես որ հանրապետության մյուս բոլոր քաղաքներն ու գյուղերը։ Քաղաքական 8 ուժ մասնակցում է ընտրություններին, ու Էջմիածնի եւ հարակից գյուղերի բնակիչը, որ խնդիրների տակ կռացել է, մտածում է՝ լավ, ում ընտրեմ։ Տարիներ շարունակ ես խնդիրների մեջ եմ ես, իշխանությունը փոխվեց, խնդիրները չեն լուծվում։ Ամենավատը միանշանակ այն կլինի, որ որոշի ընտրության չգնալ։ Ժողովուրդ ջան, պետք է ոչ մի ձայն չտալ նրանց, ովքեր այդ խնդիրների մեջ են ձեզ գցել ու խորացրել։ Այս իշխանությունը վաղարշաբաթը ղեկավարում է արդեն 7.5 տարի, որ խնդիրն է լուծել։ ՔՊ-ական քաղաքապետերն 7.5 տարի խոստանում էին մանվելենց հեռացնել ու լուծել, հեռացրին, անգամ սպանեցին, այլ բառ չեմ գտնում։ Ինչ է, նույնի մեջ չեք մնացել։ Այդ խնդիրների պատճառով դուք 2018-ին իշխանություն եք փոխել եւ ուրեմն դրանից 8 տարի հետո նույն խնդիրների մեջ եք։ Պահեք, որ հիմա ինչ անեն։ Իմ կարծիքով խնդիրը հետեւյալն է. եթե իշխանությունը գալիս է եւ այն ինչ խոսք է տվել չի անում, պետք է գնա, ոչ թե մեկին մյուսով փոխի։ Ես հո կրկին փորձիր լոտո չի։ Ես վաղարշաբաթցի չեմ, բայց հետևելով լուսաբանելով ծանոթ եմ թեկնածուի, որին կվստահեի, կհավատայի, որովհետև համարում եմ առնվազն անկեղծ է։ Ես տեսել եմ, որ ձեզ հետ շփումներել է անկեղծ։ Իր անունը չեմ տալիս։ Ինձ համար ցանկալի ու կարևոր, որ հենց ինքը անցնի։ Ինձ համար նաև չափազանց կարևոր է, որ որևէ պարագայում չընտրվի ՔՊ թեկնածուն։ Եվ ինձ համար կարևոր է, որ որևէ կերպ ավաքանի չմտնեն ՔՊ քույր կուսակցությունները եւ կեղծ ընդդիմադիրները։ Ինչու են Էջմիածնի ընտրությունները խորհրդանշական եւ անչափ կարևոր։ Ժողովուրդ ջան, սա փորձություն է համապետական ընտրություններից առաջ։ Սրանից հետո էլ չկա ընտրություն, հաջորդ ազգային ժողովի ընտրություններն են, ու այս ընտրություններից է երևալու մեր երկիրը ինչ ընթացքի մեջ է մտնելու, ինչ տրամաբանությամբ ենք պատրաստվելու խորհրդարանական ընտրություններին։ Նիկոլ Փաշինյանը պարտվել է Ապարանում, պարտվել է Գորիսում, պարտվել է Կապանում, պարտվել է Քաջարանում, պարտվել է Բերդում, պարտվել է Վարդենիսում, պարտվել է Ալավերդիում, պարտվել է Վանաձորում, Գյումրիում եւ այլ լիքը քաղաքներում, բայց Էջմիածինը հերթականը չէ, այլ բացառիկ պատմական ընտրություն է։ Նիկոլենքել են այս ընտրություններին վերաբերում որպես բացառիկ։ Ասում են, որ այս ընտրություններով դուք որոշելու եք կողմ եք իրենց քաղաքական գծին, թե ոչ, համաձայն եք իրենց արածներին ու անելիքներին, թե ոչ։ Ասում էր, չէ, 2021 թվականին ինձ ընտրելով ժողովուրդը համաձայնություն է կայացրել, որ ես անեմ ինչ ուզում եմ։ Ղարաբաղը հանձնեմ, մեր երկրից հողեր տամ, պետական բյուջեն տնօրինեմ ոնց ուզում եմ, թոշակ չբարձրացնեմ, բայց բարձրացնեմ իմ ՔՊ-ականների եկամուտները անգամներով։ Եթե մեր գլխին աղետներ են եկել ՔՊ-ի կառավարման ժամանակ, դա ժողովուրդն է որոշել, ասում է Նիկոլը։ Հիմա դու Էջմիածնի եւ խոշորացված համայնքի մեջ մտնող գյուղերի ընտրող ջան, ինձ ասա, դու էլ ես համաձայն նրա հետ ինչ ասում է Նիկոլը։ Ստորագրում ես տակը։ Կիրակել պետք է որոշես, համաձայն ես ՔՊ-ի այս ադրբեջանա-թուրքական թուրքացման շարունակմանը։ Համաձայն ես, որ էլի աղետներ բերի։ Ում հետ խոսում ես, ասում է, որ եկեղեցու վրա հարձակումը թուրքի պատվեր է։ Հիմա դու պետք է ամսի 16-ին որոշես, համաձայն ես, որ մեր երկրի կառավարությունը թուրքի պատվեր կատարի։
Իմիջայլոց, եթե համաձայն չես, բայց չես գնում ընտրության, ինքն իրան ես դառնում այդ ամենի հետ հաշտ ու համերաշխ։ Դու քո ընտրությամբ պետք է ցույց տաս, որ մայրաթոռի վրա գրոհին դեմ ես, սրբազանների կալանքին ու ծիծաղելի դատավարություններին դեմ ես, այսքան քաղբանտարկյալներով բերդերը լցնելուն դեմ ես, ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցնելուն դեմ ես, անգամ իր հոր վաստակը մոռացած թեկնածուին դեմ ես, Հայաստանը կտոր հանձնելուն դեմ ես։ 2 տարի առաջ Արցախից բռնագաղթեցին մեր քույր ու եղբայրները։ Նրանց մի մեծ մաս ապաստան գտավ հենց Էջմիածնում։ Դուք այս կիրակի պետք է գնաք քվեարկության ասելու, որ դեմ եք, որ վաղը մարդիկ բռնագաղթեն նաև Սյունիքից, Գեղարքունիքից, որովհետև սրանց քաղաքականությունը դրա մասին է։ Այդ ասֆալտ բան աչքներիդ թոս փչել է։ Թող փչեն, դուք ձերը արեք։ Նոյեմբերի 16-ին տեղի ունենալիք ընտրություններին մասնակցելու իրավունք ունի մոտ 70,000 մարդ։ Դիմում եմ այդ 70,000-ին եւ կոչ եմ անում նրանք, ովքեր երկրից չեն բացակայում եւ հարգելի պատճառ չունեն ընտրությանը չմասնակցելու, անպայման գնացեք։ Ձեզանից ամեն մեկից կախված է շատ մեծ բան։ Պարզապես մասնակցեք ընտրությանը եւ հենց ձեր մասնակցությամբ դուք հնարավորություն չեք թողնի այս թշնամական գրոհներին։ Պարզ է, որ սաղ ճնշումները բանեցնում են։ Ընդդիմադիրների բարեկամների են ազատում աշխատանքից։ Մի վհատվեք։ Վստահ եմ շուտով վերականգնվելու եք ձեր աշխատանքում։ Մի վախեցեք սպառնալիքներից։ Այո, գիտեմ, որ ցուցակներ են կազմում պոտենցիալ ընտրողների, գիտեմ, որ ստիպում են գնալ ու քվեարկել, ՔՊ թեկնածուին կամ համոզում են լավագույն դեպքում։ Ընտրատեղամասում կարող է տեսնեք վստահված անձի հանձնաժողովի անդամի, որ նստած թղթի վրա պլյուս-մինուս է անում, թե ով եկավ ընտրության, ով չեկավ։ Ժողովուրդ ջան, չկաշկանդվեք։ Կասեն ընտրեք ՔՊ-ին, Մեխակյանին, ասեք այո, բայց քվեարկեք ում ուզում եք։ Նրանք հələ չեն կարողացել անցնել այնպիսի տեխնոլոգիայի, որ պարզեն դուք ում եք ընտրել։ Իրենք էլ գիտեն, որ լուրջ է իրենց վիճակը ու կախվում են փրփուրներից։ Կարևորը որ քվեարկեք ձեր կամքով, ձեր խղճով ու չեմ պատկերացնում, թե որևէ մեկը ձեր խղճով գնաք ու քվեարկեք ՔՊ-ին։ Չեմ պատկերացնում, թասիբով ժողովուրդ եք։ Կարճ ասած, 1000-ից մեկ է լինում, որ երկրի մի փոքր հատվածից կախված է լինում այդքան մեծ բան։ Ժողովուրդ ջան, ամսի 16-ին ձեր ձայնից կախված է շատ մեծ բան։ Բան ունեք ապացուցելու։ Մենք հո գիտենք ՔՊ-ի նկատմամբ ամբողջ հանրապետության ժողովրդի ու երկրից դուրս գտնվող հայ ժողովրդի Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումը, բայց ստացվել է այնպես, որ այդ դիրքորոշումը բոլորի փոխարեն պետք է երկու օրից հայտնեն վաղարշապատցիները։ 70,000 մարդ։ Այսօր ՔՊ-ի քարոզարշավին Հայաստանի տարբեր ծայրերից մարդիկ են բերվել, որ մեծ հանրահավաք ցույց տան, բայց այդ տարբեր ծայրերից եկածները որոշում չեն կայացնելու, որոշումը կայացնելու եք դուք, հարգելի էջմիածնեցիներ։ Ու սա երևի ձեր համայնքի ամենակարևոր ընտրությունն է։ Այս իշխանությանը պետք է ուղարկել, որտեղից եկել են, ու այդ ժամանակ էլ կիմանանք, թե իրականում որտեղից էին եկել։